Բարի օր, սիրելի ընկերներ։ Այն մանկետում այսօր ես շատ սպասված ու սքանչելի հյուր ունեմ։ Բարի գալուստ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն։ Իսկապես շատ հետաքրքիր օրեր ենք ապրում։ Եվ այս ամեն ինչը, չգիտեմ ինչու, ինձ հետաքրքրությամբ հանդերձ այնուամենայնիվ հիշեցնում է դեժավյու։ Երբ գալիս էի ձեզ այդ հարցազրույցի, չգիտեմ ինչու մտքումս պտտվում էր Գաբրիել Գարսիա Մարկեսի շատ հայտնի պատմվածքը՝ մի հայտարարված սպանության պատմություն։ Մենք այդ պատմությունը բեմադրեցինք այս ընտրություններով։ Տեսեք, դեռ չսկսած 9-րդ գումարման ազգային ժողով արդեն սկանդալային պատմության հիմքեր է դնում։ Տարատեսակ քաղաքական հայտարարություններ, տարատեսակ դատական հայցեր ու, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներ։ Սա ինչ է։ Արդյոք ընտրություններից առաջ այս ամեն ինչը հնարավոր չէր կանխել, որովհետև բոլոր դեպքերում բոլորիս աչքի առաջ էր այն ամենը, ինչ կատարվում էր, եւ իհարկե կային նաեւ կանխարգելման մեթոդները։ Մենք նորից ստացանք 21 թվականի ընտրությունների պատկերը, երբ գնում են ընտրում են ոչ թե հանուն, այլ գնում ընտրում են ընդդեմ, դա մեկ, եւ հիմա 5 տարի էլի պիտի լսենք Դավաճան հողատու, Կալոգացի կաշառատու, չգիտեմ ինչ է մեզ սպասվում։ Ոչ մի լավ բան։ Ես այդ ամենի մասին հնարավորություն եմ ունեցել խոսել միջև ընտրությունները, նաև ձեզ հետ զրույցներում, մենք քննարկել ենք սա, ցավոք արդեն Դրա համար եմ ասում դեժավյու։ Արդեն հասկանալի էր, թե ինչ է սպասում մեզ հերթական անգամ, եւ արդեն հասկանալի էր, թե մենք մեր գլխին ինչ ենք բերելու։ Մենք հերթական անգամ, ինչպես դուք ասացիք, տեսեք, բողոքական քվեարկությունը ընդհանրապես, իր կլասիկ իմաստով հետեւյալն է, որ մարդիկ գնում են ընտրում են բոլորին դեմ, Մեր երկրում բողոքական քվեարկությունը, երբ դու ընտրում ես Քոչարյանին, որովհետեւ դու դեմ ես Նիկոլին, եւ երբ դու դեմ ես Քոչարյանին եւ ընտրում ես դրա համար Նիկոլին, մեր մոտ դա է բողոքական քվեարկությունը, հերթական անգամ չեմ ասի 100%-ով, բայց դրա էլեմենտները մենք տեսանք, դա կրկնեց 21 թվականի ընտրությունները, մենք տեսանք աշխարհակերություն, մենք տեսանք ձայների գնում եւ վաճառք, մենք տեսանք Ռուսաստանից բերված գնված հայրենակիցներ։ Մենք նոր հասկացություն մտցրեցինք ընտրության զբոսաշրջություն։ Մենք տեսանք խափնված մարդիկ, մենք տեսանք վախեցած մարդիկ, որոնք վախից դրդվելով կատարեցին սխալ ընտրություն, սեփական շահերին ընդդեմ, եւ մենք ունենալու ենք այս խորհրդարանը։ Դա կանխատեսելի էր, մենք դա կանխատեսել ենք եւ մենք դա ստացել ենք։ Ունենք ինչ ունենք։ Լավ, տեսեք, այս ամբողջ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը դե ֆակտո պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը, այդ ապրանքների Ռոսսելխոզնադզորի ղեկավարը այսօր հայտարարություն է արել, որ գիտեք, դա բացարձակապես քաղաքական պատճառներ այդտեղ չկան, ինչ եք ասում, ինչ ըստ էության ոնց են իրեն ձրպարտում էլ, իհարկե այդ բառերը չկար, բայց ենթատեքստը դա էր, դրանք ընդհանրապես լրիվ տնտեսական խնդիրներ են, հայկական ապրանքները չեն համապատասխանում ռուսական բարձր պահանջներին եւ այլն։ Բայց մենք դա տեսանք, մենք հասկացանք, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է եւ շարունակելու է այն քաղաքականությունը, որը ինքը սկսել էր դեռ 2020-ից առաջ։ Ռուսաստանի Դաշնությանը պետք է որ այստեղ լինի հեղաշրջում։ Այնուամենայնիվ հեղաշրջում չեղավ։ Մենք գնացինք ու պաշտպանեցինք ժողովրդավարությունը, բայց ժողովրդավարության պաշտպանության մեր տարբերակ արդյոք իր մեջ չուներ հարված ժողովրդավարությանը, նույն այդ ժողովրդավարությունը, որովհետև օդից փող այնուամենայնիվ սխեման այս ընտրություններում էլ գործեց։ Եվ այս ընտրություններում մենք հասանք նրան, որ խորհրդարան մտան ուժեր, որոնք մտան ընտրակաշառքով, դե ֆակտո, մտան սպառնալիքներով, մտան այդ ձեր նշած վախի թելադրանքով։ Հիմա սա ինչ է, սա ժողովրդավարություն է, սա ժողովրդավարության Պիրոսյան հաղթանակն է, ինչ է սա։ Սա ժողովրդավարության հայկական
հիբրիդային մոդել է։ Մենք միշտ էլ եղել ենք ինչ-որ առումով ժողովրդավար երկիր 90-ականներից սկսած, բայց միշտ այդ հիբրիդային բառը ուղեկցել է այդ ժողովրդավարությունը, ուղղակի հիբրիդային ամեն անգամ ստացել է այս կամ այն դրսևորումը։ Եվ այսօր մենք ունենք հերթական անգամ իրավիճակ, երբ այդ ժողովրդավարությունը լիարժեք չէ, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները շատ հարցեր են առաջացնում մեր քաղաքական էլիտայի մոտ, կներեք արտահայտության համար փորձագիտական շրջանակներում իրավապաշտպանների Նույն այդ ժողովրդավարության տեսակետից։ Այո, հարց է առաջանում։ Հարց է առաջանում, որը դուք բարձրաձայնեցիք, ինչի չէր կարելի միջև ընտրությունները, հա, եթե դու ասում ես, որ քո օպոնենտները, որոնք հայտնվել են խորհրդարանում, քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են, Ռուսաստանի շահերն են պաշտպանում, իսկ դու փաստացի դա արդեն ասել ես խորհրդարանում, դու կարող ես դա ասել միջև ընտրությունները համապատասխան օրինական գործողություններով օրենքի տարին համապատասխան դա անել եւ իրենք չհայտնվեն խորհրդարանում։ Ես ես հիշեցնեմ Հանրապետություն կուսակցության դիմումը կենտրոնական ընտրական Այո, հանձնաժողովին այո։ կասեցնելու ուժեղ Հայաստանի գրանցումը, ընդ որում թեպետ շատ երկար ժամանակ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն ունենալով խորհրդարանում կարող էր օրենսդրություն փոխել, կարող էր այդ ամեն ինչը կանխելու օրենսդրություն փոխել, բայց այնուամենայնիվ նույնիսկ էս գործող օրենքներով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն ուներ կասեցնելու գրանցումը։ Բայց չարեցին, որովհետև իշխանությանը ձեռնտու է, որպեսզի այսպիսի մեկ վոտանի կամ մեկ ձեռք ունեցող ընդդիմությունը հայտնվի կախ ընդդիմությունը հայտնվի բոլոր իմաստներով հայտնվի խորհրդարանում խոցելի ընդդիմությունը, ինչպես դուք ասացիք, այնտեղ հետևյալ քաղաքական դիսկուրսն է հնչելու, գողը դու ես եւ այլն, ես ամենամեղմը ասացի, բոլորս գիտենք ինչ են հնչում։ Եվ այնտեղ չի լինելու քաղաքական միտք, իսկ գործող իշխանությանը պետք չէ, որ խորհրդարանը դառնա քաղաքական մտքի գեներացիայի աղբյուր։ Բոլորը գոհ են, այս ընդդիմությունը ինչքան էլ փորձի ինչ-որ ձևեր թափել, մանդատները չենք վերցնի, չգիտեմ ինչ կանեն, կվերցնեն, շատ խելոք կվերցնեն, կգնան եւ այդ խաղի կանոններով, որոնք թելադրում է իրենց իշխանությունը, կաշխատեն, կներեք այդ բառի համար, իրականում չեն աշխատի, հա, եւ այդ 5 տարին այդպես կանցնի խորհրդարանում։ Ես կարծում եմ մենք դրան արժանի ենք, որտեղ մենք ենք, ես նույնպես եմ ասում, ես որևէ կասկած չունեմ, որ այս խորհրդարանը ձևավորվել է լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Եթե չհաշվենք այդ գնված ձայները, հա, դրանք չհաշվենք, մնացածը լեգիտիմ է։ Հենց դա է ֆենոմենը, ընտրությունները այո, լեգիտիմ են, ընտրությունները այո, ժողովրդավարական էին, բայց ումից ենք բողոքում։ Ումից ենք բողոքում։ Այդ կես միլիոնը թող գնա իր ռուսամետ ձայներին, կա տեր կանգնի, մնացած 700,000-ը ԿՊ-ին համար տեր կանգնի։ Ինչ ենք ուզում։ Ես չգիտեմ։ Պետություն ենք ուզում ունենալ։ Նու քաղաքացիական պայմանագիրը խոստանում է, որ մենք այդ պետությունը կունենանք։ Չգիտեմ, տեսնենք, կունենանք թե ոչ։ Մոտակա 5 տարիների ընթացքում կարծում եմ մենք վերջնականապես կհամոզվենք կամ դրանում որ ունենք կամ հակառակ։ Տեսեք, ես շատակեցի Ռոսսելխոզնաձորին, բայց այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից նաև որոշակի պահանջներ են դրվում, մասնավորապես հապկից դուրս գալու առումով, մեր հարցը պիտի հապկում քննարկեն, դեկտեմբերին ԵԱՏՄ-ի անդամակցության մեր հարցը պետք է քննարկեն եւ այլն։ Դրանք իհարկե սպառնալիքներ են, բայց ելնելով այդ սպառնալիքներից, հրապարակային մակարդակով հնչող հայտարարություններից եւ իրական գետնի վրա քայլերից, արդյոք հիմա ճիշտ ժամանակը չէ վերջապես անելու այդ դարակազմիկ քայլը, հեռանալու հապկից, լրացուցիչ հնարավորություններ բացելով պետության առաջ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմական անվտանգության ապահովման առումով համագործակցության, ինչքան կարելի է Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժություններ անել առաքելությունների վերաբերյալ, կան նաև այլ զորավարժություններ, չէ՞, խաղաղապահ առաքելության բնավ դույզնիչ չեմ ուզում դերը կարևորությունը նվազեցնել, բայց տեսեք ինչ զորավարժություններ են անում հարևան բարեկամ եւ ոչ այնքան բարեկամ երկրներում։ Մենք անվերջ պիտի խաղաղապահ առաքելության վրա կենտրոնացնենք ՆԱՏՕ-ի հետ մեր զորավարժությունները, սա հարցի մի կողմը, հարցի մյուս կողմը։
Արդյոք ելնելով այն քաղաքականությունից, որը Ռուսաստանի Դաշնությունը վարում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով ԵԱՏՄ-ում գործող 3 հիմնական օրենքները՝ ֆինանսների, ապրանքների, մարդկանց ազատ, կրկնում եմ, ազատ տեղաշարժի իրավունքը, ժամանակը չի, որ մենք նաև հայտարարենք, որ այո, պատրաստվում ենք հրաժեշտ տալ մի կառույցի, որտեղ մեզ ոչինչ ոչ լուսավորում է, ոչ տաքացնում է, ինչպես ռուսական ասացվածքն է։ Տեսեք, Տիկին Ադամյան, հայտարարությունները դա էմոցիաներ են։ Ես երբեք էմոցիաների կողմնակիցը չեմ եղել, հապկի մասով սկսենք հերթականությամբ։ Ես միշտ պնդել եմ, որ հապկը մեղելածին կառույց է, միջև 22 թվականը, միջև ջերմուկի դեպքերը, որ հապկից Ստեղծված օրից է այդպեսին։ Այո, ինքը ուղղակի ռուսական հերթական կայսերական ամբիցիաները, հա, բավարարելու միջոց էր, կոմպլեքսները, հա։ Մենք երբևիցե լուրջ որևէ շահ չենք ունեցել այդտեղ, մենք մեր բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք ունենք շատ փայլուն պայմանագիր, 97 թվականի պայմանագիրը, որը ժամանակին աշխատում էր։ Եվ մենք առանց այդ հապկի, այդ նույն բաները, ինչ որ մենք ստացել ենք, այդ զենքերը 80-ականների կամ 70-ականների, որ շատերը ասում են, անվճար ենք ստացել։ Շատերն էլ ասում են մետաղի ջարդոն Մետաղի ջարդոնի գնով ենք ստացել։ Մի խոսքով, լավ, դրանք դամիկում։ Մենք դա ստանալու ենք sense տենենց։ Հիմա մենք այս պահին հապկում ունենք, մեղելածին հապկում ունենք մերյալ կարգավիճակ։ Մեզ դա խանգարում է թե ոչ։ Ես կարծում եմ, որ չի խանգարում։ Մենք տեսանք, որ մեր դեպքում մայիսի 28-ին այդ զինտեխնիկան, որ տեսանք, մենք գնում ենք այդ զինտեխնիկան, դա մեզ չի խանգարում։ Մենք ունենք ռազմաարդյունաբերական հարաբերություններ, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ, նույնիսկ ԱՄՆ-ի հետ, մենք գնում ենք քայլ առ քայլ, որպեսզի այդ հարաբերությունները խորանան, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ, մի խոսքով Հնդկաստանի։ Ես չեմ տեսնում հապկը, որ հապկը այս վիճակում մեր կարգավիճակը այդ մերյալ դա խնդիր է մեզ համար։ Ժամանակը կգա, թող իրենք հանեն մեզ, եթե շատ են ուզում։ Կամ մենք կարող ենք դուրս գալ, եթե ինչ-որ մի բան մեր դուրը շատ չգա։ Որպես քայլ, քաղաքական քայլ, բայց էմոցիոնալ ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի, որ մենք հենց այնպես, հա, անվճար Ռուսաստանի համար հապկը լքենք, դա ճիշտ չի լինի։ Մենք Ռուսաստանի համար չենք հապկը լքում, մենք լքում ենք մեր հնարավորությունները մեծացնելու։ Ես նորից եմ ասում, ես չեմ տեսնում այստեղ մեծ խնդիրներ, այնպիսի խնդիրներ, որոնք անհաղթահարելի բնույթ ունեն, չկան։ Հիմա ԵԱՏՄ-ի մասով, ԵԱՏՄ-ն իհարկե, եթե խախտվում են այդ 3 ձեր կողմից նշված հիմնարար սկզբունքները, մենք պետք է վաղ թե ուշ այդ հարցը բարձրացնենք, բայց մինչև այդ հարցը բարձրացնելը մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Դիվերսիֆիկացիա 8 տարի ինչ են կարել։ Դե հիմա մեզ շտապեցնում են, չէ՞ ռուսները։ Իրենք են շտապեցնում, ասում են դուք ասել եք, մեզի չեն ասում։ Դուք ասել եք, որ դուք գնում եք Եվրոպա։ Լավ եք անում։ Դե ուրեմն հայ-ատամից դուրս եկեք։ Ուրեմն մենք առնվազն 6 ամիս ժամանակ ունենք մինչև դեկտեմբերը։ Այդ 6 ամսվա ընթացքում մենք պետք է մեր առևտրային հոսքերը կարգավորենք, դիվերսիֆիկացնենք։ Մեր կառավարություն ունենք, չէ՞։ Նորընտիր կառավարություն, որը պետք է նշանակվի։ Նորընտիր դեռ չունենք, բայց նշանակվելու է։ Այդ կառավարությունը այդ հարցով պետք է զբաղվի բիզնեսի հետ համատեղ, պետք է հասկանանք որտեղ ենք ուղարկում մեր ապրանքները, պետք է մեր ապրանքի որակը բարձրացնենք, որովհետև ելակի մուրաբան, որտեղ 50% շաքար է, բացի Ռուսաստանից որևէ մեկը չի գնի մեզանից։ Այդտեղ չպետք է շաքար լինի կամ պետք է շատ քիչ լինի։ Դա ես չեմ ասում, դա մասնագետներն են ասում, ես ուղղակի տեսել եմ, դրա համար կրկնում եմ դա։ Եվ ստանդարտների մասով այդ Ռոսել Խոզնաձորովը ասում եք ճիշտ է ասում։ Իրականում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության ստանդարտները գրեթե չեն տարբերվում իրարից։ Ուղղակի Եվրամիության դեպքում աչքերը չեն փակում այդ ստանդարտների վրա, իրենց բնակչությանը չեն թունավորում, իսկ ԵԱՏՄ-ի դեպքում փակում են։ Նույն մուրաբան, որտեղ 50% շաքարը դա թույն է, չի կարելի դա ուտել։ Եվ իրենք աչքը փակում են, որովհետև իրենց շուկայում հիմնականում այդպեսի ապրանք է վաճառվում, դու չգիտեմ, կաշառք են տալիս, թե ինչ են անում, թե ոնց են պայմանավորվում, մենք պետք է դրանից հրաժարվենք։ Հետևաբար մեծ աշխատանք ունենք անելու մեր բիզնեսը, մեր արտադրողները, մեր արտահանողները եւ իհարկե մեր կառավարությունը, որպեսզի դեկտեմբերին փաստի առաջ չկանգնենք։ Երբ մեզ ասեն դուրս եկեք, մենք էլ ասենք, բա գիտեք ինչ կա, չենք ուզում դուրս գանք։ Իրանք էլ ասեն, դե չեք ուզում դուրս գանք։ Մենք ունենք վետոյի իրավունք։ Ну, հա, կարանք ասենք, դե ուրեմն չի աշխատելու ձեր համար ոչ մի բանը։ Մնացեք ոնց եք դուք հապկում մեղելածին անդամակցություն ունեք, ստեղ էլ ունեցեք։ Փաստի առաջ չկանգնեցնեն մեզ։
Տեսեք, խնդիրը որն է, այս ընթացքում հակառակ Ռուսաստանի այդ պատժամիջոցային տրամաբանությամբ քաղաքականության Եվրամիությունը գուցե նաև ինքը իր համար շատ արագ որոշումներ ընդունեց հայկական ապրանքներին ճանապարհ բացելով, բայց սա ոնց ուզում եք վերցրեք ֆորս մաժորային էր։ Եվրամիության այդ քայլերը չեն կարող տևական շարունակական լինել, ես սա ասում եմ նաև ելնելով ձեր ասածից, որովհետև այո, կա որակի խնդիր, սա քաղաքական վճիռ էր։ Այդ քաղաքական վճիռներից ընդունվել է եւ Մոլդովայի պարագայում, եւ Վրաստանի պարագայում, հիմա արդեն Հայաստանի պարագայում, եւ Ուկրաինայի պարագայում։ Հիմա Հայաստանն է համալրում այդ շարքը, բայց Հայաստանի Հանրապետությունում էլ պետք է տեղից շարժվեն, Հայաստանի Հանրապետությունում էլ պետք է հստակ կողմնորոշվեն վերջ առաջ։ Մենք էլի մնում ենք երկու ճոպանի վրա լարախաղացություն անող պետություն, մենք մնում ենք կեղծ հավասարակշռի դիրքերում, որը իրական գետնի վրա, ինչպես տեսնում եք, ինչպես ապացուցում է Ռուսաստանը, հնարավոր չի։ Ինչ ենք մենք որոշում, նաև ելնելով այս ընտրության արդյունքներից, որովհետև ակնհայտ է, որ խորհրդարանում հայտնվել են բոլոր Կրեմլի վկաները, քաղաքացիական պայմանագիր եւ Կրեմլի վկաների մի հոծ բազմություն։ Եվ բնական է, որ Կրեմլի վկաների այդ բավականաչափ կառուցիկ ներկայությունը փորձելու է Հայաստանի Հանրապետության համար առաջին կասեցնել տրիպի կառուցումը։ Ոնց ուզում եք վերցրեք։ Ես ուզում եմ հիշեցնեմ ոչ թե ձեզ, դուք բնականաբար այդ ամեն ինչի անդադ լրահոսի մեջ լինելով շատ լավ տեղյակ եք, բայց այդ ուժերի մեջ կային ներկայացուցիչներ, որոնք ասում էին, որ Իրանն է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ասում էին, որ Չինաստանը պետք է ներկա լինի պարտադիր տրիպում, այսինքն առաջ էին քաշվում այնպիսի աբսուրդ գաղափարներ, որոնք պարզապես բեկանելու էին, կասեցնելու էին տրիպի ընդհանրապես գոյությունը, տրիպի նպատակահարմարությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների թե փոխնախագահը, թե պետքարտուղարը Հայաստան այցերով ֆիքսեցին, որ Ամերիկան չի հեռանալու տարածաշրջանից։ Բայց այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ էլի չգիտես ինչի քննարկում է Հայաստանի, Ադրբեջանի հարաբերությունները։ Միանշանակ է, չէ՞, Լավրովը Ֆիդանին հիմա ինչ է ասում։ Լավրովը Ֆիդանին առանց երկար բարակ մտածելու իրենց օրակարգում ինչ կա, հնարավոր է շատ կառուցիկ եզրակացության գալ, չբացեք հայ-թուրքական սահմանը, Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները չհաստատեք, դա ձեր շահերից չի բխում, մեր շահերից չի բխում, Ադրբեջանի շահերից չի բխում։ Նույն այդ քաղաքականությունը Լավրովի պլաններից, ԱԲԳ, չգիտեմ քանի պլաններից բխող նույն այդ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնությունը եւ Կրեմլի վկաները այստեղ փորձելու են շարունակել։ Փորձելու են կասեցնել Հայաստանի Հանրապետության բանակի վերազինումը եւ վարդապետության դոկտրինայի փոփոխությունը։ Տնտեսության զարգացման մասին արդեն էլ չասեմ, էլի 300,000 ադրբեջանցիներն ու 300,000 աշխատատեղերը մի հարթության վրա դնող կուսակցության ներկայացումը խորհրդարանում ինչ պիտի լինի։ Թիվը լավն է, բայց հա, թիվը հնչեղ է։ լավ թիվ է։ Թիվը հնչեղ է, բայց գիտեք, միլիարդատիրոջ համար եկեք համաձայնեք, որ ավելի հնչեղ կլներ 500,000-ը։ Ամենայն դեպս։ Միգուցե։ Հիմա ես ուզում եմ հասկանալ այս հանրագումարում ինչ ենք ունենալու մենք։ Մենք ունենալու ենք պետության առաջ գնացող, զարգացող որևէ հեռանկար, թե մենք էլի իսկապես 5 տարի, ոնց որ նախորդ 5 տարին, 2021-2026-ը, 2026-2031-ը էլի նույն այսպես ուղեգծի վրա դոփելու ենք։ Տեսեք, այն որ ձեր կողմից նշված ուժերը փորձելու են անել այնպես, որպեսզի Հայաստանի զարգացման ճանապարհը արգելակվի, դա միանշանակ է։ Միանշանակ է, որ նրանք դրա համար գործիք հակաս չունենք, որովհետև 3-5-րդ խորհրդարանի այս պահին քաղաքացիական պայմանագրի գրպանում է։ Այսինքն այդ բոլոր որոշումները կապած արտաքին քաղաքականության հետ իրեն կարող է միանձին անել։ Եվ եթե ես չեմ սխալվում, Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ նույնիսկ եթե իրենք մանդատները չեն վերցնում, որևէ խնդիր չկա, մենք կգնանք եւ բոլոր օրենքները կընդունենք առանց իրենց։ Դա հենց այնպես չի ասվել, համանadությունը դա թույլ է տալիս։ Այսինքն նրանք զբաղվելու են քաղաքական պայքարի իմիտացիայով խորհրդարանում։ Թե թող զբաղվեն, հիմա ինչ անենք։ Եթե այլ բան չի ստացվել, մեր ընտրողը չի գնացել այլ ճանապարհով եւ ընտրել է այդ մարդկանց որպես ընդդիմություն, ուրեմն պետք է դրա հետ ստիպված հարմարվենք։
բայց դա չի նշանակում, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանափակված է որոշում կայացնելու հարցում։ Ոչ մի սահմանափակում չկա։ Գիտեք, աշխարհը չի սկսվում եւ չի վերջանում Ռուսաստանով, ինչպես նաեւ աշխարհը չի սկսվում եւ չի վերջանում Եվրամիությամբ։ Աշխարհը շատ մեծ է եւ մենք կարող ենք շատ հանգիստ մեր ապրանքները արտահանել աշխարհի այլ երկրներ, անպայման չի դա լինի Եվրամիությունը։ Դա չի նշանակում, որ մեր արտադրողները չպետք է աշխատեն որակի վրա։ Հետևաբար հերթական անգամ պետք չի էլի գնալ այդ կեղծ ընտրության ճանապարհով, կամ Ռուսաստան կամ Թուրքիա, հիմա կամ Ռուսաստան, շուկա, ռուսական շուկա կամ Եվրո։ Ոչ, այդպես չի։ Մենք կարող ենք ինչ-որ ապրանքներ ուղարկել։ Արաբական շուկա ունենք Եվրամիություն, հսկայական։ հա, մեր կողքն է։ Մենք նույն մեծ հաշվով, նույն տարածաշրջանը մենք մեծ մերձավոր արևելք։ Ես հուսով եմ, որ Իրանում այդ խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը վերջապես կստորագրվի, Իրանը կբացվի, եւ մենք հնարավորություն կունենանք հանգիստ Իրանի տարածքը որպես տրանզիտ օգտագործել, տրանզիտ գոտի, որպես այդ ապրանքները ոչ միայն ինքնաթիռով, այլ նաեւ ցամաքային ճանապարհով հասնեն 300-400 միլիոնանոց արաբական շուկա։ Սա մեծ շուկա է մեզ համար։ Եվ մի բան էլ ասեմ, դա շատ կարևոր է։ Ինչ են ասում Հայաստանի պետականության ինքնիշխանության թշնամիները, իրենք ասում են. «Այ եվրոպացիները իրենք են սուբսիդավորում իրենց գյուղատնտեսությունը։ Դուք ձեր ծիրանը տանելու եք, ով է գնելու այնտեղ ձեր ծիրանը»։ Մեր ծիրանը եվրոպական 400 միլիոնանոց, 500 միլիոնանոց շուկայի համար sense մեծ կաթիլ է ծովի մեջ։ Մի սուպերմարկետի Եթե մենք նույնիսկ այդ ամբողջը տանենք, ինչ ունենք, չունենք այնտեղ, հա։ մի սուպերմարկետի մի քանի օրվա վաճառքի խնդիր։ Տեսեք, ինչու են, հա, այդպեսի հիպերտրոֆիկացիա գնում, այսինքն իրենք ասում են, չէ, ձեզ ՆԱՏՕ չեն ընդունի։ Բայց ով ասեց, որ մենք ՆԱՏՕ ենք գնում։ Հիմա նույնը սա, ձեր ծիրանը չեն գնի։ Իսկ ով ասեց, որ մենք մեր ծիրանը տանելու ենք օրինակ միայն Բերլին, չէ։ Ես նորից եմ ասում, մենք շատ փոքր երկիր ենք, շատ փոքր արտադրություն ունեցող երկիր ենք։ Մեր ջերմուկը, մեր կոնյակը, բրենդին արդեն, հա, մեր ծիրանը, մեր ելակը շատ քիչ է այդ ամենը։ Մենք ունենք հիմա, եթե այդ ամենը կարողանանք օրինակ միայն Դուբայ արտահանենք, այնտեղ ամբողջը կսպառվի։ Ինչ ունենք, չունենք։ Ուրիշտեղ չտանենք։ Օրինակ, եթե այնտեղ ընդունեն։ Այսինքն այդ դիվերսիֆիկացիան, եթե մի քիչ տանենք Լատվիա, մի քիչ տանենք Դուբայ, մի քիչ տանենք Ֆրանսիա, մի քիչ տանենք Ռումինիա, դե բան չի մնաց դե։ Ուղղակի պետք է այդ մի քիչ այդ լոգիստիկ շղթաները կառուցել։ Խնդիրը լոգիստիկան է եւ խնդիրը այն է, որ պետությունը այս ամբողջ ընթացքում մի օղակ չկազմավորեց, որպեսզի արտադրողը նաեւ սպառման հարցերով չզբաղվի։ Դա է խնդիրը։ Ես չեմ ասում, որ կառավարությունը պետք է դրանով զբաղվի, բայց կառավարությունը դա պետք է կազմակերպել։ Մենք իրավունք չունենք, մեր նման երկիր իրավունք չունի ծիրանը արտահանի հում վիճակում։ Դա պետք է լինի առնվազն կիսաֆաբրիկատ։ Կամ պետք է լինի ինչ-որ վերջնական մթերք, հա, որը ասենք, չգիտեմ, պահածո, Չիր, պահածո, այսինքն մենք այդ ամենը պետք է ստեղծենք, այդ տեխնոլոգիաները բերենք եւ դա արտահանենք։ Տեսեք, Ռուսաստանը ինչի է առաջին հերթին այդ Ռոսսելխոզնadzորը դրել այն ապրանքների վրա, որոնք աճեցվում են։ Շուտ փչացող ապրանքների վրա են դրել։ Ծաղիկ, կանաչի, հա, որը շուտ է փչանում։ Հիմա եթե ամեն ինչը շուտ չփչանա, մենք ստեղ արտադրական հզորություններ ունենանք, նորմալ որ դա պահածո սարքենք, չիր սարքենք կամ չգիտեմ ինչ սարքենք։ Այսինքն իրավիճակը միանգամից կփոխվի, չէ։ Մենք դրա մասին պետք է մտածենք։ Օրինակ, ամբողջ աշխարհում, եթե ես չեմ սխալվում, հյութերը սարքում են կոնցենտրատից։ Ինչն է մեզ խանգարում Հայաստանում ստեղծել այդ գործարանը, որ այդ կոնցենտրատները կսարքի։ Ոչ թե ֆուրով ծիրան տանես Մոսկվա, իրենք էլ ասեն ընդունեն կամ չընդունեն, մի ֆուր ծիրանը դառնա մի հատ այսպես փոքր կոնտեյներ հյութ, որը բացելու ժամանակ դառնալու է, չգիտեմ, քանի տոննա։ Սա պետք է մենք անենք։ Ես մասնագետ չեմ, ես տնտեսագետ չեմ, բայց նույնիսկ ես եմ դա հասկանում։ Իսկ դե պետք է պետական աջակցություն, ստեղ պետք է ներդրողներ, ստեղ պետք է հոգատարություն, որպեսզի այդ բոլոր օղակները իրար հետ համագործակցություն։ Ով պետք է դրանով զբաղվի, եթե ոչ պետությունը։ Դուք հիշատակեցիք այս ընթացքում Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնագիրը։ Հուսանք, որ այնուամենայնիվ հունիսի 19-ին Շվեյցարիայում համաձայնագիրը կկնքվի։ Եվ ոչ Ռուսաստանի Դաշնությունն է, այս ընթացքում նաև Արաքչին ու Լավրովն են անդադ իրար շփվում, ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ որևէ այլ պետություն չեն կասեցնի այդ համաձայնագիրը, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, Ռուսաստանի Դաշնությունը բնավ ձեռնտու չի, որ Իրանի վրա այդ սահմանափակումները վերացվեն եւ շուկա մտնի նաև Իրանի նավթն ու գազը։ Ռուսաստանը մրցակից է
Իրանը Ռուսաստանի համար շատ ռեալ մրցակից է դառնալու եւ այդ բաժամիջոցային քաղաքականությունը Իրանի նկատմամբ թե Եվրամիության թե Ամերիկայի Միացյալ Նահանգների խիստ Ռուսաստանի շահերից էր ելնում։ Հիմա այդ համաձայնագիրը տարածաշրջանում իսկապես Հայաստանի Հանրապետության համար ստեղծելու են բարենպաստ միջավայրը, հանելով բոլոր կարգի կոնֆլիկտները տարածաշրջանից, որտեղ եթե հանում ենք Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, վերջին կոնֆլիկտը մնում էր Իրան-Իսրայել կոնֆլիկտը։ Եվ այսօր էլ ոնց որ թե կարծեմ Տրամփն էր հայտարարել, որ համաձայնագրի հիմքում դրված է կոնֆլիկտների լուծումը, այլևս թե Իսրայելը, թե արաբական պետությունները, Լիբանանը նաև Իրանի հետ կոնֆլիկտներ չեն ունենալու այդ տրամաբանության համաձայնագիրը, որը դեռ չի հրապարակվել, համաձայնագիրը շարադրվել, կառուցվել։ Արդյոք սա վերջին պատվարն է նաև տարածաշրջանում մեծ մերձավոր արևելքում արդեն ընդգրկուն տարածաշրջանում վերջապես խաղաղության հաղորդակցությունների բացման այդ պատժամիջոցային տրամաբանությունից դուրս գալու ու զարգացում ապահովելու։ Նո ամերիկացիները միանշանակ շատ են ցանկանում, որ դա լինի վերջին պատվարը, որը կվերանա։ Ես վստահ չեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, անկեղծ ասած, շատ ենք ցանկանում, որ ստորագրվի, որովհետև Հայաստանի համար դա մեծ պլյուս է, հա, սա մեզ պետք է, այդ թվում նաև, բայց տեսեք, Ռուսաստանը չէ, որ կարող է տորպեդահարել այս գործը։ Իսրայելը Միանշանակ, միայն եւ միայն Իսրայելը։ Իսրայելն է ամենամեծ դեստրուկտիվ գործոնը, որը կարող է այստեղ ազդեցություն ունենալ։ Տեսեք Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ Լիբանանում նրանք չեն պատրաստվում կանգնել եւ իրեն զորքերը դուրս հանել։ Այն դեպքում, երբ Իրանը առաջի մակարդակով առնվազն պահանջում է, որ դա լինի անպայման այդ խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի մեջ արտացոլված։ Սա արդեն լուրջ։ Բայց նաև Միշել Աունն էր պահանջում, որ Իրանը չխառնվի Լիբանանի գործերին։ Ну, դա էլ կա։ Այնպես է ստացվել, որ Լիբանանի ղեկավարությունը որևէ մեկը այսօր չի լսում։ Նույնիսկ Հեզբոլլահը։ Նույնիսկ Հեզբոլլահը եւ դա էլ պետք է դաս լինի բոլորի համար, առաջին հերթին մեզ համար։ Ինքնիշխանությունը շատ լավ բան է եւ շատ մեծ գին ունի, շատ մեծ արժեք։ Տեսեք, դրա համար այո, մեզ համար դա շատ լավ կլինի, եթե լինի։ Ես նորից եմ ասում, ես վստահ չեմ, որ կստորագրվի։ Եթե ստորագրվի, ամերիկացիները փորձում են այսօր հասնել այն նպատակներին, որոնք նրանք չեն կարողացել հասնել պատերազմով, նրանք փորձում են հասնել խաղաղությամբ։ Իրենք փորձում են տարածաշրջանում լինել հիմնական մեդիատորի, հիմնական մենեջմենտ իրականացնող պետության դերակատարումը վերցնել իրենց վրա։ Նրանք դա չեն կարողացել անել ոչնչացնելով իրանական տեոկրատական պետությունը, կղրապետական պետությունը եւ դրա փոխարեն ստեղծելով նովը, դա չի հաջողվել իրենց։ Հիմա փորձում են անել դա խաղաղության միջոցով, որն է այստեղ հիմնական նպատակը իրենց։ Այսպես ասեմ, Իրանին պոկել Չինաստանից եւ Ռուսաստանից, ավելի շատ Չինաստանից, Ռուսաստանը երկրորդական գործոն է։ Եվ եթե դա նրանց հաջողվի, նրանք կարող են տոնել հաղթանակ։ Սա է, ես դա այդպես եմ տեսնում ամենայն դեպս։ Այդ ճանապարհը ուղղակի չկա։ Մեծ ձեռնտու է դա, մեծ ձեռնտու է։ Եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք ֆիքսել, որ Իրանը այլևս թրիփ հարցում առնվազն հայտարարությունների մակարդակով չի փորձի խանգարել, իսկ հայտարարությունների մակարդակով շատ բան է ասվել ժամանակին, թրիփի հասցեին, թրիփ նախագծի հասցեին։ Շատ հակասական բան էր, որովհետև մի կողմից խորհրդարանի նախագահը ասում էր, որ դա պիտի բխի մեր շահերից, մյուս կողմից նախագահը ասում էր, որ դա բխում է մեր շահերից։ Ну, դա բնորոշ է իրանական քաղաքականության, պարսկական քաղաքականության, դա բնորոշ է դիվանագիտական եւ պետք է շատ մեծ դիվանագետ լինես, որպեսզի հասկանաս թե ինչ է իրեն։ Որն է բխում իրեն շահերից։ Այո, որն է իսկականից բխում իրականում, բայց ես հուսով եմ, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի, այն երկրորդ մասը, հա, իրենց հայտարարությունները այլևս չի հնչի։ Դա էլ է մեզ համար կարևոր, որովհետեւ Իրանին մենք չենք կարող հաշվի չառնել։ Իրանը մեզ համար կարևոր պետություն է։ Հուսով եմ, որ բարեկամական պետություն է։ Մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք արել այս պատերազմի ընթացքում Իրանի հետ հարաբերություններում եւ ես հուսով եմ, որ այդ հարաբերությունները կզարգանան, մանավանդ հաշվի առնելով, որ Իրանը մեզ համար հիմնական այլընտրանքային աղբյուրն է գազի։ Իսկ գազը այսօրվա դրությամբ դեռ ցավոք շարունակում է մեզ համար մնալ կարևոր գործոն։ Ինչու ցավոք, որովհետեւ կանաչ էներգետիկան չի զարգանում այն տեմպերով, որոնք
որը թույլ կտար մեզ վերջնականապես հրաժարվել գազից։ Ոչ էլ գնում ենք վերջնական երկրորդ տարեկի կառուցմանը։ Ну, գնում ենք, բայց շատ դանդաղ ենք գնում։ Դե ես կարծում եմ, որ այս պայմաններով, այս տեմպերով մինչև դարավերջ դեռ կբանակցեն։ Դրանից հետո նոր կորոշեն։ Չգիտեմ, 22-րդ դարում որ ինչքան երկրին կբանակցեն, հա, բայց մեզ միանշանակ դա անհրաժեշտ է, թող նաև Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Էներգետիկա անվտանգությունը երևի թե ավելի կարևոր է մեզ համար այսօրվա քան էներգետիկ անվտանգության ինքնիշխանության հիմքն Կամ նույնիսկ տնտեսական, որովհետև տնտեսականը շատ դեպքերում կախված է էներգետիկից։ Այո։ Ընդհանուր առմամբ ներառում է թե պարենային անվտանգությունը, թե ժողովրդագրական անվտանգությունը, դա ռազմականի մասին արդեն չասեմ։ Գնաճի հիմնական գործոններից մեկն է վառելիքի գինը թանկացումը։ Եվ դա է փորձում մեր դեմ օգտագործել այսօր ռուսները։ Ես կարծում եմ, որ դա կլինի ռուսների հերթական ձախողում այնուամենայնիվ։ Ես հուսով եմ, որ իշխանության մենեջմենտը այս ուղղությամբ կլինի էֆեկտիվ, կլինի ողջամիտ, ֆոբիաներին վախերին չեն տրվի եւ ճիշտ որոշումների արդյունքում կստանանք այն, ինչ որ մեզ պետք է։ Առավել ևս, որ այդ ճիշտ որոշումների թիկունքում քաղաքացիական պայմանագիրը այնուամենայնիվ կարող է հենվել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության վրա, թե Եվրամիության աջակցության վրա։ Ինչ որ առումով այո։ Թեպետ Եվրամիության անդամակցության հայտ մենք այդպես էլ չենք ներկայացնում։ Հակառակ Եվրամիության դեպի Հայաստան ուղղված քայլերի։ Որքանով ես հասկանում եմ, մոտակա տարիներին չենք էլ ներկայացնի։ Գուցե մեր ապրանքները համապատասխանեն եվրաչափանիշներին, բայց մենք կշարունակենք տարածաշրջանայնացման եւ բալանսավորման մեր կուռ քաղաքականություն, այո։ Ես նորից եմ ասում, ես նույնիսկ այն ժամանակ, երբ ես պնդում էի, չէ, որ օրենքը ընդունվելու է, չէ։ Բայց ես այն ժամանակ նաև պնդում էի, որ օրենքը ընդունելուց հետո չի կատարվելու։ Լուրջ քայլեր չեն լինելու, անդամակցության հայտ մենք չենք ներկայացնելու եւ ինչքան է 1.5 տարի է, չէ, անցել ընդունվելուց հետո, պնդումներից հետո 3 տարի համարյա։ Մենք տեսնում ենք, որ դա այդպես է։ Ես ցավով եմ սա նշում, ես շատ կցանկանայի, որ իմ կանխատեսումները չիրականանային, բայց ես մոտակա տարիներին չեմ տեսնում այդպիսի հնարավորություն, որ Հայաստանը անդամակցության հայտ ներկայացնի։ Չգիտեմ ինչ պիտի լինի, ինչ հեղափոխություն պիտի լինի մեր ուղեղներում, մեր վախերից ազատվելու գործընթացում, որ մենք գնանք այդ քայլի։ Եվ վերջին հարցը, պարոն Ստեփանյան, տեսեք, 9-րդ գումարման խորհրդարան դեռ աշխատանքները չի սկսել, օգոստոսին է նոր սկսելու, բայց արդեն իսկ տարբեր հարթություններում խոսվում է, որ այս խորհրդարանը կես տարվա, 1 տարվա, չգիտեմ ինչքան կյանք է ունենալու։ Դուք իրականության մեջ տեսնում եք այդ նախադրյալները, որ այս խորհրդարանը կունենա, ասենք, կես տարվա կյանք եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կլուծարվի եւ կգնանք հերթական արտահայտ ընտրությունների։ Ես չեմ տեսնում դրա համար ոչ մի հիմնավոր պատճառ։ Ես պատճառ չեմ տեսնում։ Չգիտեմ, ինձ թվում է սա ավելի շատ քաղաքական շահարկումների դաշտից են գալիս այդպիսի հայտարարությունները եւ նրանք ինչ որ առումով ձեռնտու են նաեւ իշխանությանը, որովհետեւ թույլ են տալիս հանդարտացնել այս իրավիճակը։ Իսկ հիմա ամեն ինչ որ կատարվում է, այս ընդդիմության գործողություններում, Բարգավաճ Հայաստանի գործողություններում կամ չգործողություններում միտված է դրան, որ իրավիճակը հանդարտվի։ Բայց իրավիճակը որքան էլ ինչ ասեմ զարմանալի ավելի իրավիճակը շատ հանդարտ է, համենայն դեպս փողոցներում հոծ բազմություններ չկան, որոնք պահանջում են այս անպատկառ իշխանության հրաժարական այս մեղքերի համար։ Փողերը բացել է, վերջացել է։ Դե էլ ինչ մտահոգություն պետք է ունենա իշխանությունը։ Փողը խոսում են, որ կես տարի, մի տարի, որ նոր ընտրություններ։ Հա, դուք հույս ունեք, որ նոր փողեր կգան։ Դուք չէ, այսինքն այդպես մտածողները։ Միգուցե, ես պատճառ չեմ տեսնում հիմնավոր, ինչի պետք է լինեն նոր ընտրություններ։ Գիտեք, այդ նոր ընտրությունները ինչով են տարբերվելու նրանց արդյունքները։ Լավ, սենց մոտ են։ Իշխանությունը կասեցրած կլինի ընտրական զբոսաշրջությունը, իշխանությունը 5% ավել ձայն կստանա 7% հետո ավելի արագ կգնանք դեպի պայծառ ապագա։ Չեմ կարծում, սա ուղղակի քաղաքական մանիպուլյացիաներ են, եթե ֆորս մաժոր չլինի, եթե այս իրավիճակը լուրջ փոփոխությունների, ռեալ փոփոխությունների չի ենթարկվի, ես որևէ հիմք չեմ տեսնում, որպես լինեն ընտրություններ, հա, ժամանակից շուտ։
չկա այդպիսի իրավիճակ այս պահին։ Եթե ձևավորվի, կարող ենք քննարկել։ Այնուամենայնիվ ասեմ, որ լիովին կիսում եմ ձեր տեսակետը։ Չկա եւ չի լինելու ֆորս մաժոր այս ընթացքով, որովհետեւ այո, փողերը բարձել են։ Սելուն կնդիրներ, ֆինանսները միշտ չի, որ իրենց հավելում են։ Ֆինանսները միշտ լուծում են ինչ-որ խնդիրներ, խնդիրը լուծված է։ 9-րդ գումարման ազգային ժողով ընտրված է։ Մաղթենք 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորներին իսկապես արգասաբար, բուրն եւ ամենայն դեպս հնգամյա գործունեություն։ Այսօր այսքանը։ Բարին ընձեզ։